Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, այսօր ես ցանկանում եմ խոսել այն գործընթացի մասին, որը գովերգում է ներկայիս իշխանությունը, իբր պատրաստվելով ստորագրել այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, ինչ է կատարվում իրականում, այն ինչ այսօր խոսում են, երեկ խոսում էին ազգային ժողովում եւ այլն, դա ըստ էության խոսակցություններ չեն։ Իսկ ինչ է կատարվում իրականում։ Փաշինյանի տերերը նրան հրահանգել են սողալ հայատյաց Իլհամ Ալիևի ոտքերի առաջ եւ աղաչել նրան ստորագրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այդ խաղաղության պայմանագիրը, որը մի անպետք փաստաթուղթ է, ոչնչով ապահովագրված չէ եւ կարող է խախտվել ցանկացած պահին Բաքվի ֆաշիստների քմահաճույքով։ Ավելին, այդ թղթի տակ իր ստորագրությունը դնելու դիմաց Փաշինյանը ոչ մի բան չի պահանջում։ Այսա շատ հետաքրքիր է, Ալիևը բազմաթիվ պահանջներ ունի Հայաստանից։ Փաշինյանը ոչ մի պահանջ չունի Ալիևից։ Այնինչ այդ թուղթը, եթե ստորագրվի, Հայաստանի Հանրապետությունը կատարելու է աներևակայելի զիջումներ մի շարք բնագավառներում, որոնք կարող են հենց հիմա թվարկել ու հասկանալ, թե այդ խաղաղության պայմանագիրը մեզ ինչ է բերում։ Ուրեմն, այդ խաղաղության պայմանագրի ստորագրությամբ, նույնիսկ այս նախաստորագրական փուլը այնպիսին է, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է այլևս ծպտուն չհանել Արցախում իրականացված էթնիկ զտման, հայաթափման եւ իսկական ցեղասպանության մասին։ Հայաստանի Հանրապետությունը համաձայնվում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որ այս հակամարտության կարգավորմանը նվիրված միջազգային միակ ձևաչափն է։ Այսինքն Հայաստանի իշխանությունը ընդունում է, որ հայության կոտորածը եւ բռնի տեղահանումը ոչ միայն բնականon, այլև իր համար ընդունելի լուծում են։ Իսկ դա նշանակում է, որ նույն լուծումը, ճակերտներում լուծումը, ցեղասպանությունը վաղը կարող է կիրառվել նաեւ Հայաստանի Հանրապետության բնակչության դեմ։ Իսկ ինչ խնդիր կա, որ ՀՀ իշխանությունը վաղն էլ իր օրակարգից կհանի Սյունիքում կամ այլուր ադրբեջանական ֆաշիստների իրագործած էթնիկ զտումը, պատճառաբանելով, ինչպես այսօր ազգային ժողովում թուրքավարի հայտարարեց արտգործնախարար Արադ Միրզոյանը, երևի առանց հասկանալու, թե կրկնեմ նրա բառերը, քանի որ այնտեղ Արցախում նկատի ուներ, այլևս մարդ չի ապրում, հայություն չկա, որի իրավունքների մասին խոսենք, այդ օրակարգը, այսինքն Արցախի հարցը իր այդ ամբողջ օրակարգը, այլևս չի կարող շարունակվել։ Սա նրա բառերն էին։ Ես հղում կտամ այդ նրա ելույթին եւ րոպեն էլ կնշեմ, երբ նա այդ բառերն ասաց։ Բայց չէ որ սա այս բառերը հենց թուրք-ադրբեջանական, ցեղասպանական, վաղեմի, վաղնջական քաղաքականության հիմքն են ու տրամաբանությունը։ Չկան հայեր, չկա խնդիր։ Եվ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարը այդ թեզը կրկնում է ազգային ժողովի ամբիոնից։ Մի բան էլ դեռ վրթովվելով, թե հիմա մեզնից էլ ինչ է ուզում։ Դա էլ իր բառերն են։ Այդ պայմանագիրը ստորագրելով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է լռություն պահպանել Արցախում հայոց մշակութային վիթխարի ժառանգության հետևողական ոչնչացման վերաբերյալ, այսինքն ընթացիկ մշակութային ցեղասպանության վերաբերյալ, ոչ մի ծպտում։ Այդ փաստաթուղթը ստորագրելով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է երբևէ միջազգային ասպարեզում չբարձրաձայնել 1893-2023 թվականներին հայոց ցեղասպանության եւ միլիոնավոր հայերի հայրենազրկման մասին։ Այդ փաստաթուղթը ստորագրելով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է
Մեղրիով և Հայաստանի Հանրապետության այլ հատվածներով անխափան ցամաքային ճանապարհ տրամադրել թշնամական Ադրբեջանին և Թուրքիային։ Իրականում լինելու է ոչ թե մեկ միջանցք, այլ ամբողջ Հայաստանն է միջանցք դառնալու։ Այդ փաստաթուղթը ստորագրելով Հայաստանի Հանրապետությունը փաստացիորեն հաշտվում է ռազմավարական նշանակություն ունեցող միջազգայինորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության տարածքի շուրջ 240 քառակուսի կիլոմետր հատվածի ադրբեջանական բռնազավթման հետ։ Ոչ միայն չկապելով այդ հարցը խաղաղության պայմանագրի ստորագրման կամ թեկուզ վավերացման հետ, այլև ընդհանրապես դադարելով այդ մասին խոսել։ Իսկ այդ 240 քառակուսի կիլոմետրը պատահական հատվածներ չեն, այլ ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ են, որոնք իշխում են Հայաստանի Հանրապետության քաղաքների և գյուղերի վրա։ Ուրեմն այդ խաղաղության այսպես կոչված պայմանագիրը ստորագրելով Հայաստանի Հանրապետության կառավարությունը համաձայնվում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը դուրս թողնել Հայաստանի սահմանադրական իրավունքի հիմքերից, ուրեմն այդ պետականաստեղծ հիմնարար իրավական փաստաթղթի կարգավիճակը իջեցնելով ընդամենը պատմական դեկլարատիվ հռչակագրի մակարդակի, որի իրավունքը չունի, պարզապես չունի։ Այդ փաստաթուղթը ստորագրելով Հայաստանի Հանրապետությունը համաձայնվում է հետ կանչել միջազգային իրավական ատյաններ ներկայացված իր հայցերը Ադրբեջանի կողմից հայերի դեմ գործած բոլոր ոճրագործությունների վերաբերյալ։ Դարձյալ այդ իրավունքը ոչ ոք չի տվել Հայաստանի իշխանությանը հանցագործությունները, ոճրագործությունները, եթե մնում են անպատիժ, դրանք կրկնվելու հատկություն ունեն, և դա օրինաչափ է, այսինքն նախապայմաններ են ստեղծվում, նախադրյալներ են ստեղծվում, որպեսզի հետագայում հայերի դեմ կրկնվեն ահա այդ նույն ոճրագործությունները, եթե նախկինում չեն պատժվում, ապագայում էլ չեն պատժվելու։ Այդ փաստաթուղթը ստորագրելով Հայաստանի Հանրապետությունը համաձայնվում է իր կրթական համակարգում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք աղավաղում են պատմական ճշմարտությունը, և դա սկսել են արդեն իրականացնել պատմության դասագրքերի մեջ լրջագույն խեղացյուրումներ և աղավաղումներ մտցնելով։ Այդ փաստաթուղթը ստորագրելով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է սանձել, սաստել և պատժել հայոց ազգային իրավունքների պաշտպանության համար պայքարող Ադրբեջանին և Թուրքիային դիմադրող կազմակերպությունների, կուսակցությունների և անհատների գործունեությունը։ Եվ ես թվարկում եմ ոչ ամբողջը։ Այսքանը թերևս բավական է։ Այդ թվարկված բոլոր քայլերը մի նպատակ ունեն։ Հայաստանում և միջազգային ասպարեզում հնարավորինս անաղմուկ և ընդունելի դարձնել Հայաստանի քաղաքական լիկվիդացիայի վերացման ներկա գործընթացը։ Այդ գործընթացը հիմա ընթանում է, որտեղ այն, ինչ այժմ կատարվում է, այլ կերպ հնարավոր չէ բնութագրել, քան Հայաստանի Հանրապետության լիկվիդացիա։ Նախորդ փուլում ոչնչացվեց Արցախը, Հայաստանի ընդհանուր տարածքի շուրջ 1/4-ը իրական Հայաստանի, որովհետև իրական Հայաստանը 91-3 թվականներից հետո կազմել է ոչ թե այս 29800 քառակուսի կիլոմետր տարածքը, որից նույնպես հատվածներ են արդեն կորզված, այլ շուրջ 42000 քառակուսի կիլոմետր տարածք, և այդ տարածքի վրա է Հայաստանը կարողացել գոյատևել 93-4-ից մինչև 2023 թվականները։ Իսկ այժմ նախադրյալներ են ստեղծվում մնացած 3/4-ի ոչնչացման համար, զրկելով այն Հայաստանին անվտանգության տարրական երաշխիքներից, ռազմական, տնտեսական, ժողովրդագրական, մշակութային, արժեքային ոլորտներում, արժեհամակարգային ոլորտներում։
այս ամենին հետևելու է նոր հարված, նոր հայաթափում, որովհետև Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը պարզապես հրաժարվում է դիմադրությունից։ Եթե մեծ պետությունների համար հայի արյունը միշտ էլ ջուր է եղել, ապա Փաշինյանը եկել է մեզ ասելու, որ հայի արյունը ջուր է նաև Հայաստանի Հանրապետության ներկայիս ղեկավարության համար։ Փաշինյանի գովերքած խաղաղության պայմանագիրը ոչ այլ ինչ է, քան 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Թուրքիայի հետ սովետական Հայաստանի կնքած Կարսի պայմանագրի, տխրահամբավ պայմանագրի վերամարմնավորումը, ավելի խոցելու վտանգավոր ժամանակակից տարբերակը։ Միակ տարբերությունը այն է, որ այս անգամ Հայաստանը չի ստանում նույնիսկ այն երաշխիքները, որ երբևէ կարողացավ տալ Խորհրդային Միությունը։ Այն խաղաղությունը չակերտավոր, որը կստանա Հայաստանն այս նոր պայմանագրով, լինելու է ոչ միայն խաբուսիկ և կարճաժամկետ, այլև պայմաններ է ստեղծելու Հայաստանը քաղաքականապես ու ֆիզիկապես վերացնելու համար։ Մեր խնդիրը Հայաստանի Հանրապետության իշխանության որդեգրած ուղին կապիտուլյացիան մերժելն է, կազմակերպված դիմադրություն կազմակերպելը։ Այս գործն է, որը ընդդիմադիր ուժերը ոչ մի կերպ գլուխ չեն բերում, չեն կարողանում կամ չեն ուզում անել։ Պետական բարձրագույն չինովնիկությունն ինքն իրեն համարում է հայ ժողովրդի շահերի հետ կապ չունեցող խավ, թե ինչ է կատարվում, ինչ չի կատարվում, չի վերաբերում այդ չինովնիկությանը։ Ժողովուրդն էլ մնում է անգլուխ, իսկ վաղը արդեն կարող է ուշ լինել։ Սա է այն ամենը, ինչ կապված է այդ խաղաղության պայմանագիր կոչված վտանգավոր փաստաթղթի հետ։ Այսքանը, շնորհակալություն։